Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մայիսի 12։ Անհանգստության հեթանոսությունը։ Ուրեմն հոգս մի անեք, ասելով, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում։ Մատթեոս 6:31-32 խոսքեր։ Տեր Հիսուսը մեզ ասում է, որ մեր ընտանիքի ապագայի, մեր աշխատանքի, մեր գոյատևման մասին մտահոգվելը հեթանոսական մտածելակերպ է։ Տեր Հիսուսն այստեղ խոսում է նրանց մասին, ովքեր երկնային հայր չունեն։ Նրանք չեն ճանաչում Աստծուն այնպես, ինչպես նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն, որպես հոգատար, ապահովող և սիրող երկնային հայր։ Ուրեմն էգուծվա համար հոգս մի անեք։ Խոսք 34։ Այս հստակ խոսքերով Տեր Հիսուսը մեզ պատվիրում է. մի մտածեք, մի անհանգստացեք այն մասին, թե վաղը ինչ կարող է լինել կամ ինչ չլինել։ Դուք ոչինչ չեք կարող փոխել։ Երբ անհանգստանում եք, անում եք այն, ինչ անում են հեթանոսները։ Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ։ Խոսք 33։ Այլ կերպ ասած, մենք պետք է շարունակենք աճենք Տեր Հիսուսին սիրելու մեջ, մենք պետք է առաջ շարժվենք, մեր բոլոր հոգսերը նրա վրա գցենք և հանգստանանք նրա հավատարմության մեջ։ Մեր երկնային հայրը կհոգա, որ մենք ապահովված լինենք կյանքի համար անհրաժեշտ բոլոր բաներով։ Հետաքրքիր է, թե արդյոք հրեշտակները շփոթված չեն նրանց բոլոր անհանգստություններից և տագնապներից, ովքեր պնդում են, որ վստահում են Աստծուն։ Դա նրանց համար այնքան նվաստացուցիչ, Տիրոջ համար այնքան վիրավորական պետք է թվա, որ մենք անհանգստանում ենք այնպես, կարծես երկնքում հոգատար հայր չունենք։ Երևի թե նման շփոթված հարցեր են հրեշտակները միմյանց տալիս։ Միթե նրանք չեն հավատում, որ իրենց երկնային հայրը սիրում է իրենց։ Միթե նա չի ասել նրանց, որ գիտի իրենց կարիքների մասին։ Ինչպես կարող են նրանք անհանգստանալ և մտահոգվել, երբ գիտեն, որ նա ունի ողջ զորությունն ու հարստությունը և կարող է հոգ տանել ողջ արարչագործության կարիքների մասին։ Ինչու են նրանք մեղադրում իրենց երկնային հորը անփութության մեջ, կարծես նա հավատարիմ չէ իր խոսքին։ Դուք երկնային հայր ունեք, և նա հավատարիմ է, վստահեք նրան։